Նա զորավար չի ծնվել եւ ոչ էլ ընտանեկան մասնագիտություններ շարունակել։ Խորհրդային արժեհամակարգով դաստիարակված երիտասարդը հայրենի գյուղում ուսուցիչ է աշխատել, նաեւ կոմերիտական աշխատանքներում ներգրավվել։ Վազգեն Սարգսյանը ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։ 1985 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ, աշխատակցել է Գարուն ամսագրին որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ Հացի փորձություն գրքի համար նա արժանացել է Հայաստանի կոմերիտ միության մրցանակին։ Արցախյան շարժումը կանխորոշեց Վազգեն Սարգսյանի հետագա ուղին, ոչ թե գուցե, այլ հաստատ դրանով մեծ կորուստ ունեցավ Արարատի դպրոցը, նաև ժամանակի հայոց գրական միջավայրը, բայց ազգը մեկ ուսուցիչ եւ մեկ գրող կորցնելով մեծ զորավար գտավ, ում կազմակերպչական ձիրքը եւ անձնական օրինակը 90-ականների սկզբին որոշիչ դեր ունեցան նախ Երասխավանի պաշտպանության կազմակերպման, ապա Արցախյան ազատամարտի եւ այդ ընթացքում հայկական զինված ուժերի կազմավորման ժամանակ։ Այդ տարիներին արտաքին թշնամու հետ նաև ներքին անորոշության, անվստահության եւ բազում դժվարություններից ծնվող լարվածության դեմ էր պայքարը։ Չորության հետ միասին նրա մեջ այնքան բարություն կա, նա բոլոր իր ընկերների համար չէր կարողանում արդեն ասում էր բոլորին ձեռքով հրաժեշտ եմ տվել, ուղարկել եմ կռվի դաշտ, հիմա չկան, ասում էր ումն ուղարկեմ ես հիմա։ 1991 թվականին Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ Հայոց զենքի հաղթանակների բարձրակետը դարձավ Շուշիի ազատագրումը, սակայն դրանից հետո 92-ի ամառը Արցախյան ճակատում հակառակորդը լայնամասշտաբ հարձակման անցավ։ Հավանաբար բոլորն էլ հիշում են այդ օրերին Վազգեն Սարգսյանի կոչը երկրապահ անվան հետ ազգի գիտակցության մեջ իր տեղը գտավ եւս մեկ բառ՝ մահապարտ։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ Վաղը չեմ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից 10-ից 15-ական հոգի միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Մահապարտները դարձան ապրելու խորհրդանիշ։ Կարծես օրինաչափություն է ամենածանր տարիներին ամենամեծ ձեռքբերումներն ունեցանք, իդեմս նաև զինված ուժերի։ Պատերազմի հաղթական ավարտից հետո Սպարապետը շարունակեց ջանքերը բանակաշինության ոլորտում, խնդիր ունենալով մեկտեղել պատերազմն անցած երկրապահների փորձը եւ կադրային սպաների գիտելիքները։ 1998 թվականին արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ոսկե արծիվ շքանշանի։ 1999 թվականի հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նույն թվականին էլ 40 տարեկան հասակում անավարտ թողնելով արդեն ուրվագծվող բազմաթիվ ծրագրեր սպանվեց Վազգեն Սարգսյանը։ 1999 թվականի դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Արցախում Վազգեն Սարգսյանի ներկայությունը առավել քան նյութական է, արդեն 14 տարի նրա անունն է կրում Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։ Սպարապետի զորամասում գտնվող հուշարձանին ծաղկեպոսակներ են դնում եւ ծաղիկներ խոնարհում Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Արմեն Սարգսյանը եղբոր տարեդարձը Արցախում է դիմավորում, Վազգենի կտակն է, ասում է։ Վազգենն այստեղ նույնչափ հարազատներ ուներ, ինչքան Արարատում, ինչքան Երևանում, ինչքան Գյումրիում, իսկ ես հարազատ տուն է, որովհետև Վազգենի որպես սպարապետ կայանալը սկսեց այստեղից ինքը արձակագիրից դարձավ հրամանատար, դարձավ պաշտպանության նախարար, դարձավ սպարապետ։ Զորամասի անձնակազմը հանդիսավոր տողանի է շարվել Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված միջոցառման առթիվ։ Այս զորամասում ծառայող զինվորը հայրենասիրության այլ օրինակ որոնելու կարիք չունի, վստահ են Արցախի նախագահը, զորամասի հրամանատարն ու ժամկետային զինծառայողը։ Հարգարժան զինվորներ, սպաներ, գեներալներ, հարգելի ներկաներ։ Այսօր մենք նշում ենք հայ հասարակական, քաղաքական եւ ռազմական ականավոր գործիչներից մեկի, Արցախի եւ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակը։ Դեռևս կենթանության օրոք նա դարձել էր լեգենդ եւ հարազատ ժողովրդի կողմից արժանացել Սպարապետի պատվավոր կոչմանը։ Կոչում, որն ունի հատուկ նշանակություն հայոց պատմության եւ յուրաքանչյուր հայի համար։ Եվ դա լիովին արտահայտում է Վազգեն Սարգսյանի կերպարը, նրա գործն ու ոգին։ Վազգեն Սարգսյանը կաղնած էր մեր ազգային ազատագրական շարժման ակունքներում, եղել է հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից, հայոց բանակի հիմնադիրներից եւ առաջին հրամանատարներից մեկը։ Մեր փայլուն հաղթանակներն դժվար է պատկերացնել առանց Վազգեն Սարգսյանի։
Նա առաջին իսկ օրից եղել է մարտի դաշտում, կարողացել է համախմբել տարբեր ջոկատների, ակտիվորեն մասնակցել կանոնավոր բանակի ստեղծմանը, ինչն էլ հանդիսացել է մեր հաղթանակների ամենակարևոր գրավականը։ Ամենածանր պահերին Վազգեն Սարգսյանը դրսևորել է իր անկոտրում կամքը, անսասան հավատը հարազատ ժողովրդի հանդեպ եւ հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերվելու պատրաստակամությունը։ Վազգեն Սարգսյանը նույն եռանդով աշխատել է հայոց բանակի մարտունակության հետևողական բարձրացման, ժամանակակից տեխնիկական սպառազինությամբ ապահովման, զինծառայողների մարտական ոգին բարձր պահելու եւ նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ։ Նրա հայրենանվեր գործունեության շնորհիվ է նաեւ, որ մեր զինված ուժերն առ այսօր էլ հանդիսանում են տարածաշրջանում ամենամարտունակ բանակներից մեկը, խաղաղություն եւ կայունություն պահպանելով այստեղ։ Մեծ է Վազգեն Սարգսյանի դերակատարությունը հայկական պետության կայացման, նրա սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ, նա զգալի աշխատանք է կատարել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ, հիմք դրել մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը։ Վազգեն Սարգսյանը նշանակալի ներդրում ունի նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։ Նա ճանաչված մտավորական էր եւ դեռևս նախապատերազմյան տարիներին նրա ստեղծագործություններում ու հրապարակումներում միշտ առաջնային տեղ էին զբաղեցնում հայրենասիրությունը, հարազատ երկիրը ճանաչելու եւ նրա հոգսերով ապրելու գաղափարները։ Այսօր տարբեր խնդիրների լուծման հետ մեկտեղ այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում է Սպարապետի կողմից հիմնադրված երկրապահ կամավորական միությունը։ Վազգեն Սարգսյանի կատարած աշխատանքը, նրան լուսավոր կերպարը միշտ մեզ հետ է, որպես մեծ հայրենասերի, պատվի ու արժանապատվության մարդու, հավատարիմ ու նվիրված ընկերոջ։ Նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է, հայոց անկախ պետության շարունակական ամրապնդումը եւ մեր բանակի զորացումը։ Թանկագին բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Վազգեն Սպարապետի ծննդյան կապակցությամբ։ Ես ուզում եմ այսօր երախտագիտության խոսքերով դիմել ձեզ, մեր երիտասարդ զինվորներին, ովքեր ավակներից ընդունել են հերթափոխը եւ հուսալիորեն պաշտպանում են մեր ժողովրդի անդորը եւ հայրենի երկրի սահմանները։ Մենք ունենք երիտասարդություն, որը պատվով է իրականացնում իր առաքելությունը, պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակելով ավանդույթները արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Վստահ եմ, որ Վազգենը համամիտ կլներ ինձ հետ։ Մաղթում եմ բոլորիդ, շարքային զինվորից մինչև գեներալ, անփորձանք ծառայություն, խաղաղություն, քաջառողջություն եւ ամենայն բարիք։ Դժվար կլներ պատկերացնել, թե ինչպիսի կլներ հայոց բանակը, եթե այն չունենար Սպարապետի հաղթելու կամքը վճռականությունը։ Ամենադժվար պահերին, ամենաբարդ տեղում հայտնվելու քաջությունը։ Անսահման սեր է հայրենիքի եւ զինվորի նկատմամբ։ Խորապես հպարտ եմ ծառայելու այն զորամասում, որը կրում է մեծ Սպարապետի անունը, եւ հենց այդ փաստն է պարտավորեցնում ողջ բրիկադի ազնագազմին ծառայելու նույն ոգով, ինչ Վազգեն Սարգսյանն է կտակել մեզ։ Վազգենի ոգին այստեղ անպակաս է բոլոր ապացույցներից համոզիչ, արդեն հերթական տարին պաշտպանության բանակում լավագույնը ճանաչված զորամասի ստորաբաժանումների համաչափ քայլքն է հնչում։ Արցախում Սպարապետի 55-ամյակին նվիրված միջոցառումների շարքը հանդիսավոր երեկոն է ամփոփել Արցախի աշխարհիկ եւ հոգեվոր ղեկավարների, Վազգեն Սարգսյանի հարազատների եւ մարտական ընկերների մասնակցությամբ։ Ելույթ ունեցողներն էլ հիմնականում հենց Հոբելյարի խոսքից են մեջբերումներ անում եւ դահլիճում եւ դահլիճից դուրս նույն տրամադրությունն է։ Եթե բոլոր այլ պետական կառույցները ինչ-որ ձևով գոյություն ունեցել խորհրդային Հայաստանի եւ հետագայում պետք է եղել միայն զարգացնել դրանք, ապա զինված ուժերի շինարարությունը անհրաժեշտ է եղել սկսել զորոյից։ Սպարապետը հեռացավ բանակի հետ իր հավատն ու դրանից բխող պարտավորությունները թողնելով յուրաքանչյուրիս։ Իրավիճակը այնպես էր հասունացել, որ ինչ որ մեկը պետք է այդ կոչնակը հնչեցներ։ Եվ սա արդեն զուտ ժամանակի եւ ասենք այդ ընդհանուր հայկական իրականության վրա այն տարածելու
խնդիրներ եւ նա կարողացավ կազմակերպել։ Դա ողջավորեց մեր ամբողջ ժողովրդին, հայ ժողովրդին։ 21-րդ դարը մերն է լինելու։ Ոչ մի քայլ դեպի հետ։ Նոյար Հովսեփյան, Սամվել Սայան, Մեհեր Մկրտչյան, օր։